Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը։ Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանը աջակցելու համար, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ 2028 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Վարչապետ Փաշինյանը նաև ողջունել է այդ որոշումը, ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու հարցում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունը եւ ողջունել հաջորդ տարի համայնքի գագաթաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու որոշումը։ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը հիանալի առիթ է շարունակելու քննարկումները Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցության ամրապնդման ուղիների եւ տարածաշրջանների ներգրավվածության վերաբերյալ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությանը, գրել է Միրզոյանը X-ի իր էջում։ Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ալիսը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև Երևանյան երկխոսություն միջոցառման շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման։ Սյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։ Հորիզոնի նկարահանող խումբը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ 2 օր եղել է Սյունիքի մարզում հետևել շինաշխատանքներին։ Սյունիքի մարզում ընթանում են ճանապարհաշինարարական լայն աշխատանքներ։ Որոշները նորոգվում են, որոշները հիմնանորոգվում, որոշներն էլ կառուցվում են զրոյից, ինչպես այս մեկը։ Դրանք ոչ միայն կարճացնում են ժամանակ անցնելու ճանապարհը, այլ նաև ունեն ռազմավարական մեծ նշանակություն։ Ամենամեծ ծավալի եւ մեր ամենաթանկ նախագծերը այս պահին ընթացքում են գտնվում կամ կմեկնարկեն Սյունիքի մարզում։ Առաջին կանգառը Հարժիս համայնքի ավտոճանապարհի հատվածն էր։ Այս ճանապարհն ունի միջպետական կարևոր նշանակություն։ Այն հիմնովին վերանորոգվում է ճանապարհի եզրերով եւ բնակավայրի հատվածում տեղադրվելու է ջրահեռացման համակարգ։ 2023-ից 25 թվականներին կառուցվող 7.2 կիլոմետր ճանապարհահատվածը ներառում է հողային աշխատանքներ, արհեստական կառույցներ, հարթեցում եւ երկշերտ ասֆալտապատում։ Այստեղ շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են։ Քանի որ Սյունիքի մարզը մեր երկրի համար հարավային դարպասն է եւ մեծ կարեւորություն ենք տալիս կառավարության կողմից Սյունիքի մարզի ճանապարհները բերել պատշաճ վիճակի։ Ռազմավարական եւ տնտեսական ոչ պակաս մեծ նշանակություն ունեցող հյուսից հարավ ավտոճանապարհին միացող Խնձորեսկի եւ ներքին Խնձորեսկի ճանապարհահատվածն է, որտեղ նույնպես իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նախատեսում է երթևեկելի մասի հիմնանորոգում, այթերի, հենապատերի ու արհեստական կառույցների կառուցում եւ վերանորոգում, ճանապարհի կահավորում։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Սա 80-ականների, 70-ականների կառուցված ճանապարհ է, որը կառուցումից հետո նորոգման չի ենթարկվել։ Նախկինում ճանապարհը անանցանելի էր գրեթե, մեծ դժվարություններ ներկայացնում եւ համայնքների բնակիչների համար եւ այս համայնքներ ընդհանրապես այցելող բոլոր տրանսպորտային միջոցների համար եւ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր բոլոր հիմնանորոգված կամ նոր կառուցված ճանապարհներում երկրորդ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն չի եղել, եթե այդ աշխատանքները ընդունվել են պետության կողմից։ Վերիշեն Խոզնավար ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները եւս միտված են հեշտացնելու երթևեկությունը եւ լուծելու միանգամից մի քանի խնդիր։ Գորիսի քաղաքապետի խոսքով կից համայնքների ավտոճանապարհների հիմնանորոգումը կնպաստի քաղաքի նախկին տնտեսական ակտիվության վերականգնմանը։ Ներկայացուցիչները հավաստիացին, որ շինկազմակերպությունները փորձառու են եւ նրանց իրականացրած նախագծերը համապատասխանում են ոչ միայն տեղական, այլև միջազգային ստանդարտներին։ Առնվազն 25 րոպե կրճատվելու է տվյալ ժամանակահատվածը։ Ավելի երկար է հիմա բնակիչը Խոզնավարից հասնում Գորիս։ Վերանորոգումից հետո ժամանակի առումով շատ մեծ կրճատում կունենանք։ Սա նաև ռազմավարական նշանակություն ունի այս ճանապարհը։ Այստեղից պոստեր, դիրքեր, տարբեր հատվածներ գնալը հենց այս ճանապարհով է միանշանակ հարմար եւ ավելի մոտիկ եւ այսուհետ մեր թե գյուղացիները, թե պաշտպանության նախարարությունը ավելի նորմալ եւ
բարեկարգ ճանապարհով երթևեկել։ Այսպես էլ ընթանում են Էմինից Սատանի կամուրջ տանող 19.5 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհին բնակիչներն ու զբոսաշրջիկները երկար են սպասել, քանի որ հիմնականում երթևեկում են դժվար անցանելի Տաթև լծեն ճանապարհով։ Շատ քաղաքացիներ եւ օտարերկրյա զբոսաշրջիկներ գալիս են մեր Տաթև վանական համալիր եւ կարող են, այսպես ասեմ, հաջորդ շաբաթից արդեն հանգիստ գալ եւ գնալ Տաթև, որովհետեւ այս ճանապարհը արդեն հիմնանորոգված է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Գորիսը Որոտանին կապող նախկին ճանապարհը, առաջնահերթություն ստացավ Որոտան-Խոտ այլընտրանքային ավտոճանապարհի վերակառուցումը, որը մնացածի համեմատ մեծ ծախսեր է պահանջում, քանի որ կառուցվում է նոր ճանապարհ։ Դավիթ Խուդատյանը վստահեցրեց, որ նոր ճանապարհը լինելու է անվտանգ եւ ունենալու է ռազմավարական նշանակություն ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ Հայաստանի համար։ Սա հիմնական ճանապարհ է լինելու, որը լուծելու է եւ այդ խնդիրը եւ նաեւ մարզի բնակավայրերի մեջ էական կարճ ճանապարհ է դառնալու ոչ միայն Խոտի եւ Որոտանի բնակիչների համար։ Այս ճանապարհը շատ օգուտ կտա եւ Որոտանի միանալու համար եւ ուրիշ ճանապարհները ու շուրնուղ կապան միացնելը։ Շատ կարեւոր եմ համարում, որ արդեն մարդիկ բնակիչները կարող են նորից իրանց վերականգնեն իրանց բնականon հունը, իրանց այգեգործությունը շարունակեն։ Այցի երկրորդ օրը մեկնարկտրվեց Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքից, որը բոլորովին նոր ճանապարհով կկապվի Մեղրիի եւ Հարակից համայնքների հետ։ Նռնաձորը Հայաստանի հարավ-արևելյան հատվածի ամենածայրամասային գյուղն է։ Մինչ այսօր գյուղը չի ունեցել հիմնական ճանապարհ, իսկ սա, որը կառուցվում է, կապելու է գյուղը Մեղրիի հետ։ Ճանապարհը բարդ անցանելի էր, ստիպված եղանք շարունակել այն ամենագնացներով։ Այս պահին կա մի ճանապարհ, որը անցնում է Երկաթգծի կողքով, փաստացի դա հողապատ ճանապարհ է եւ նռնաձորցիները հիմա այդ ճանապարհն են օգտվում։ Նռնաձոր տանող ճամփան հեշտ անցանելիներից չէր։ Քարքարոտ ու խորտուբորդ ճանապարհը Հայաստանի տարածքներ, դիմացը պարսկական Ղարադաղի լեռներն են, հովտի մեջտեղով էլ հոսում էր Մայր Արաքսը։ Դժվարությամբ հասանք Նռնաձոր, այն մարդաշատ չէր, 138 բնակիչ ուներ, որոնցից շատերը, ինչպես ներկայացրեց գյուղապետը, լքել ու լքում են գյուղը։ Դպրոցում 13 աշակերտ կա, որոշ դասարաններ դատարկ են, իսկ վերջին զանգը միայն մեկ շրջանավարտի համար է։ Ճանապարհ չլինելու պատճառով շատ առևտրականներ ուղղակի գյուղ չեն ուզում գան։ Առաջինն է գալուց հետո ասում եմ, ես այդտեղ չեմ գալու, այդ խնդիրը երկար տարիներ ունենք։ Մարդկանց հոգսը կթեթևանա, որտեղ ճանապարհը իրոքից անտանելի է։ Հիմնանորոգման աշխատանքներին հետևելուն միացավ նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Լրագրողների հետ զրույցում դեսպանն անդրադարձավ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նշելով, որ կողմ է, սակայն կարևորում է, որ դա անպայման լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, հիշեցնելով, որ Իրանը ողջունել է Հայաստանի վարչապետի կողմից առաջարկված խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Մենք աջակցում ենք խաղաղությանը, մենք աջակցել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք։ Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների նաեւ տարածաշրջանի շահերից եւ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին։ Վերջին կանգառն էլ հյուսիս-հարավ ճանապարհի տրանշ 4 քաջարան ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքներն էին, որոնք 15%-ով իրականացված են։ Այնինչ իրանական կողմը ըստ նախագծի այս փուլում պետք է ապահովեր 12%-անոց արդյունք։ Ճանապարհը գնալու է նոր ծրագծով, շրջանցել բոլոր բնակավայրները դա ճանապարհային անվտանգության առումից ելնելով։ Մինչև այս հատվածի հյուսիս-հարավ ավտոճանապարհի քաջարան ագարակ թունելը արդեն իսկ կառուցվել է։ Թունելը լինելու է 32 կիլոմետր, ամեն ամիս կառուցվում է 90 մետր։ Թունելի կառուցման աշխատանքները պլանավորվում է ավարտել 2027 թվականին։ Հիփսիմե Ավակյան, Հայկ Սուքյասյան, Հորիզոն։ Բաքվի բանտում գտնվող սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էլուչեքյանի երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Շատ քիչ բան է ընդհանրապես հայտնի Վիգեն Էլուչեքյանի մասին, ինչպես նաեւ մյուս մեր ռազմագերիների մասին, որոնց գործերով դատավճիռները կայացված են։ Ինչ վերաբերում է նրանց, ում գործով դեռ դատական նիստերը շարունակվում են, ապա քիչ թե շատ բան իրենց մասին հայտնի է, քանի որ ունեն պետության կողմից նշանակված փաստաբան, տեսախցիկի առջև են երևում դատական նիստերում, հարազատների հետ շփվելու հնարավորություն են ունենում ժամանակ առ ժամանակ։ Էլուչեքյանի մասին վաղուց արդեն գրեթե ոչինչ հայտնի չէր։ Մայիսի սկզբին նրա կինը
Լինդա Էլջեքչյանը տեղեկացվել է ինչ որ ձևով այն մասին, որ ամուսինը դեռևս ապրիլի 24-ին սկսել է հացադուլ, ի բողոք դրա, որ նրան արգելում են շփվել հեռախոսով հարազատների հետ։ Այդ իր իրավունքը ոտնահարվում է արդեն ամիսներ շարունակ, փետրվարի 21-ից Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվում հանդիպել նրա հետ եւ կազմակերպել հարազատների հետ հեռախոսազրույց։ Եթե նա իսկապես շարունակում է հացադուլը մինչ օրս, դա կնշանակի, որ արդեն 1 ամիս է ինչ հացադուլի մեջ է։ Կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպիսի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում է մեր հայրենակիցը, այսինքն արդեն այդ ոչ միայն առողջության, այլ նաև կյանքի վտանգի մասին է տեղին խոսել եւ ստեղծված իրավիճակում եւ միջազգային կազմակերպությունները եւ հումանիտար կազմակերպությունները պարտավոր են միջամտել եւ ինչ որ ձևով նպաստել դրան, որ պարզապես մարդու կյանքը հնարավոր լինի փրկել։ Արդյոք նաև հիշեցնենք ինչու էին նրան մեղադրում։ Հիշեցնեմ, Լիբանանի ծնվել է Բեյրութում մեր հայրենակիցը, բայց նաև Հայաստանի քաղաքացիություն ունի, 19 թվականի նոյեմբերից ապրել է Հայաստանում, սկզբից Երևանում, ուր զբոսաշրջային բիզնեսով է զբաղվել, այնուհետ տեղափոխվել է Արցախ, այնտեղ է ապրել եւ աշխատել, եւ գերեվարվել է 20 թվականի նոյեմբերի 10-ին, երբ Շուշի էր փորձում մեքենայով տեղափոխվել, նա չէր իմանում, որ Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է եւ մեկնում էր այնտեղ իր սեփական անձնական իրերը վերցնելու համար։ Ադրբեջանցիները նրան գերեվարելով 5 հոդվածներով մեղադրանք են ներկայացրել, թեև իրականում պարտավոր էին ազատ արձակել մնացած մյուս ռազմագերիների հետ միասին։ Դա հենց Ադրբեջանի պարտավորությունն էր եռակողմ հայտարարությունից բխող։ Այսինքն ամբողջովին խախտել են ադրբեջանցիները իրենց պարտավորությունները։ Ողջ մեղադրանքը, որի հիման վրա նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտվել 21 թվականի հունիսին, կառուցված էր միայն եւ միայն նրա խոստովանական ցուցմունքների վրա, այլ որևէ հիմք չի եղել։ Դե կարող ենք չէ պատկերացնել, թե ինչ ճնշումների արդյունքում են սովորաբար ադրբեջանական բանտում խոստովանական ցուցմունքներ տալիս։ Մինչդեռ իրականում, եթե ունենար նորմալ փաստաբան, շատ հեշտ էր այսպես քարուքան դանել ողջ մեղադրական եզրակացությունը։ Բանն այն է, որ մեղադրական եզրակացության մեջ պնդում են, թե իբր նա հավաքագրվել է Լիբանանում, նրան խոստացել են $2500 փող, եթե նա համաձայնվի որպես վարձկան գալ եւ հայերի կողմից կռվի այդ պատերազմում։ Եվ իբրև թե նա Լիբանանից Արցախ է տեղափոխվել 20 թվականի սեպտեմբերի 29-ին, այսինքն պատերազմը սկսվելուց 2 օր անց։ Այն դեպքում, երբ բավական կլիներ սովորական հարցադրում փաստաբանի կողմից Լիբանանի միգրացիոն իշխանություններին, պարզելու համար, արդյոք նա 20 թվականի սեպտեմբերի 29-ին կարող էր լինել Լիբանանում։ Պարզ է, որ կհերքվեր այս տեղեկությունը եւ կփլուզվեր ողջ մեղադրական եզրակացությունը։ Մի բան, ինչը իհարկե Ադրբեջանի կառավարության կողմից հատկացված փաստաբանը չի արել։ Այսինքն ակնհայտ է, որ այս ողջ մեղադրանքը շինծու է եղել սկզբից մինչև վերջ։ Արդյոք այնպիսի տպավորություն է, որ Սփյուռքահայ բանտարկյալի նկատմամբ այսպես ավելի ընդգծված խիստ կոպիտ շատ վերաբերմունք է։ Իհարկե ակնհայտ է, որ դա այդպես է։ Հետաքրքիր է, որ ի սկզբանե Վիգենի անունը կար այն ցուցակում այն անձանց, այն ռազմագերիների, ովքեր պետք է 23 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեին, բայց ինքնաթիռում նա այնպես էլ չհայտնվեց։ Այսինքն սփյուռքահայերին որպես վարձկան ներկայացնելը ադրբեջանցիներին պետք է այդ իրենց կողմից ստեղծված հորինված առասպելի հիմքը ապահովելու համար։ Պատահական չէ, որ Վիգենի գործը փոխանցվեց դատարան անմիջապես այն բանից հետո, երբ Երևանում դատարանը վճիռ կայացրեց 2 սիրիացի վարձկանների գործով,
ովքեր հավաքագրվել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց գործը այսպես ակնհայտ էր, որ նրանք իսկապես վարձկաններ էին, խոստովանական ցուցմունքներ են տվել, չեն վիճել կայացված վճռի հետ։ Եւ Ադրբեջանը այսպես հայելային պատասխան է փորձել տալ, մեղադրելով նույն մեղադրանքները ներկայացնելով իբրև թե հայերի կողմից վարձված ահաբեկիչների, ինչպես իրենք են ասում։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում էին լուսանկարներ, որոնցում պատկերված էր Վիգենը ռազմական համազգեստով եւ ինքնաձիգը ձեռքին։ Անկամ եթե այդ լուսանկարները ֆեյք չեն, կեղծված չեն, դա որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ այդպիսի դատավճռի համար։ Քանի որ 2015 թվականին Վիգեն Էլջեքչյանը ընդունել էր Հայաստանի քաղաքացիություն եւ տեղափոխվել էր ապրելու Արցախ։ Եվ զենքով հայրենիք պաշտպանելը նրա իրավունքն էր որպես հայի եւ որպես Արցախի բնակչի։ Այսինքն, եթե անգամ նա մասնակցել է ռազմական գործողություններին, մի բան ինչը ապացուցված չէ, դա նույնպես հիմք չէր կարող ծառայել այդպիսի դատավճռի համար, քանի որ նրա վրա պետք է տարածվեին հումանիտար բոլոր միջազգային նորմերը, իսկ Ժնևյան կոնվենցիան պահանջում է, որ ռազմագերիները ազատ արձակվեն ռազմական գործողություններից հետո։ Հետաքրքիր է, որ անգամ մեղադրական եզրակացության մեջ չէր ասվում, որ նա մարդ է սպանել, իսկ եթե այդպես է, նա որպես շարքային ռազմագերի պետք է ազատ արձակվեր։ Արդյոք իսկ ռազմագերիների թվում կան էլի սփյուռքահայեր, ու նկատի ունեմ մարդկանց, որոնց հետո կարող են նորից որպես վարձկան ներկայացնել։ Իրականում շատ քիչ ինֆորմացիա ունեն, ժամանակին Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարե Սինանյանը հայտարարել էր, որ 3 Սփյուռքի հայեր ադրբեջանական բանտերում են գտնվում, 4-ը Մարալ Նաջարյանն էր, այն կինը, որին հաջողվեց ազատ արձակել միջազգային լրջագույն ճնշման արդյունքում եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անձնական միջամտության արդյունքում, նա Լիբանանի քաղաքացի էր նաեւ եւ վերադարձել է Լիբանան։ Այժմ որևէ ստույգ տեղեկություն չունենք այն մասին, թե քանի սփյուռքահայ կա բացի Վիգենից ադրբեջանական բանտերում, ըստ իրենց տարածած հայտարարությունների 23 հայ կա, ովքեր կամ ամբաստանյալ լիաթոռն են, կամ արդեն որոնց գործով վճիռ է կայացված, կամ դեռևս մեղադրանքը դատարան չի փոխանցված, բայց նաև կան այլ տեղեկություններ, որոնց համաձայն իրականում ավելի շատ է այդ թիվը, եւ չի բացառվում, որ նրանց թվում կլինեն նաև սփյուռքահայեր։ Շնորհակալություն, Արծիվ։ Այսքանն է ժամին, կհանդիպենք ժամը 15-ին։